Հարգելիներս, ուրեմն քանի որ խոստացել էի, որ եւս մի քանի կանխատեսումներ պետք է անեմ Հայաստանի գլոբալ խնդիրների հետ կապված, Նախիջևանի հարցը, Ռուբեն Վարդանյանի գերությունից ազատվելու հարցը կազատվի թե ոչ, այնտեղ հոկտեմբերի 27-ը 1999 թվականի այդ ահազարսուր դեպքերը և իհարկե մարտի 1-ի դեպքերը։ Մինչև հիմա թող մեծամտություն չթվա, չգիտեմ, մինչև հիմա ոչ ոք չի հետաքրքրվել, չի արել, չի ուսումնասիրել, թե ինչի ամեն բան այդպես եւ ովքեր են մեղավոր եւ ինչ կար դրա հետևում թաքնված, ու այսպես մնացել է։ Ես կարծում եմ եւս մի քանի անկուն գիշերներ կանցկացնեմ, մինչև կգտնեմ իմ հարցերի իրական պատասխանները։ Մինչև մեկ հարցի իրական պատասխանը գտնելը ես այսպես տարբեր ուսումնասիրություններ եմ կատարում, նոր ինձ իրավունք եմ վերապահում իմ բացահայտումը ուղղակի տեղադրել էստեղ, որպեսզի դուք էլ տեսնեք։ Ես այսօր ուզում եմ խոսել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ժամը 17:15-ի դրությամբ ահաբեկչական խմբի ահասարսուռ կործանարար սպանությունների մասին։ Եթե մենք այդ օրը նայում ենք Երևանի երկնքի աստղագուշակության տրանզիտային քարտը, մունդան է աստրոլոգիայով, այդ պահին մոլորակների դասավորվածությունը ցույց է տալիս ծայրահեղ, ծանր, ճգնաժամային, ագրեսիվ և կործանարար էներգիա։ Այդ օրը ուղղակի Հայաստանը, երկիրը գլխատվեց, մնաց առանց գլխի։ Եթե մենք նայում ենք կորիզային մոլորակների դիրքերը հոկտեմբերի 27 1999 թվական, արևը գտնվում էր կարիճում, կարիճը կապված է մահվան, վերափոխումների, ճգնաժամերի, գաղտնի դիմադրությունների, իշխանության համար կույր պայքարի հետ։ Լուսինը եղել է երկվորյակներում, այն գտնվում էր երկվորյակների վերջին աստիճանում, ստեղծելով տեղեկատվական քաոս, խուճապ, հախուռն այսպես կրքեր, գործողություններ, ինչը բնորոշ էր ահաբեկիչներին, Նայիրի Հունանյանի խմբին։ Մարսը գտնվում էր աղեղնավորում, պատերազմ, զենք, կրակ, ագրեսիա, գտնվում էր աղեղնավորում, նա էլ տալիս էր ֆանատիզմ, գաղափարական կուրություն, սեփական արդարության նկատմամբ կույր հավատ, որը վերածվում էր ագրեսիվ գործողությունների։ Աստղագիտական ամենավտանգավոր ասպեկտը այդ օրվա քարտում առկա էին մի քանի ծանրակշիռ, հազվադեպ հանդիպող բացասական կապեր, կոնֆլիկտային ասպեկտներ, օրինակ Մարսի և Պլուտոնի միացումը։ Սա աստղագուշակության մեջ համարվում է ամենադաժան, ամենակործանարար էներգիաներից մեկը։ Պլուտոնը զանգվածային ոչնչացում, մահ, անդրշիրիմյան ուժեր և Մարսը ֆիզիկական հարձակում և կրակոցներ միասին ստեղծեցին պայթյունավտանգ էներգիա, որն էլ ուղղված էր պետական համակարգի դեմ։ Սատուրնի ընդդիմությունը արևին։ Սատուրնը ցուլում հակադրում էր կարիճի արևին, արևը խորհրդանշում էր երկրի ղեկավարներին, վարչապետ Վազգեն Սարգսյան, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան։ Սատուրնի հարվածը արևին նշանակում էր պետական բարձրագույն իշխանության կոշտ տապալում, սահմանափակում և ֆիզիկական կորուստ։ Յուպիտերի և Ուրանի քառակուսին ստեղծում էր հանկարծակի, անկանխատեսելի, ցնցող և շոկային շրջադարձեր, որոնք փոխեցին երկրի ողջ պատմությունը։ Ասցենդենտը ծագող նշան և տների դասավորվածությունը այդ օրը ժամը 17:15-ին Երևանի հորիզոնում ծագում էր Խոյ նշանը, որի կառավարիչը հենց Մարսն էր, 8-րդ տուն, մահվան, ճգնաժամերի տուն։ Այս տանը գտնվում էր արևը։ Սա ուղղակի ցուցիչ է, որ երկրի առաջնորդները
արևը հայտնվել են մահվան տերորի տանը։ 10-րդ տուն պետականություն և հեղինակության տունն է, այս տան կառավարիչը Սատուրնը հետընթաց վիճակում էր, ինչը խորհրդանշում էր պետական հիմքերի թուլացում և ներքին դավադրության հասունացում։ Եթե այս ամենը ամփոփելու լինենք, հոկտեմբերի 27-ի նատալ մունդան քարտը աստղագիտական տեսանկյունից պետական հարվածի, արյունահեղության և իշխանության բռնի կորուստի դասական օրինակ էր։ Մարս-Պլուտոն ագրեսիվ միացումը, Արև-Սատուրն ծանր հակամարտություն, կանխորոշում էին ողբերգական դաժան և երկրի ողջ ճակատագիրը բեկող իրադարձություն։ Աստղագուշակության մեջ դավադրությունները, գաղտնի համաձայնությունները, թիկունքից հասցվող հարվածները և թաքնված թշնամիները ունեն հստակ և կոնկրետ մոլորակային ցուցիչներ։ Հոկտեմբերի 27-ի ողբերգության համատեքստում ընդհանրապես աստղագիտական քարտում դավադրության մասին վկայում էին հետևյալ գործոնները՝ 12-րդ և 8-րդ տների ակտիվությունը, գաղտնիքների և տերորի տներն էին դրանք։ 12-րդ տուն թաքնված թշնամիներ, սա քարտի ամենախորհրդավոր տունն էր, այն պատասխանատու էր գաղտնի դավադրությունների, թիկունքից թակարդների, գաղտնի կազմակերպությունների և այն ամենի համար, ինչը կատարվում էր թաքուն կուլիսների ետևում։ Եթե այս տան կառավարիչը կամ այնտեղ գտնվող մոլորակները վնասված են, դա ուղղակի հարված է թաքնված ուժերի կողմից։ 8-րդ տուն մահ, ճգնաժամ, ուրիշի ռեսուրսներ, սա իշխանության համար կործանարար պայքարի և գաղտնի ֆինանսավորմամբ կազմակերպված հարվածների տուն էին, այսինքն այդ ահաբեկությունը ոչ թե հայրենասիրության հողի վրա էր, այլ այդտեղ դրվել էր մեծ գումարներ։ Պլուտոնի և Լիլիթի սև լուսինը։ Պլուտոնը կարիճում կամ աղեղնավորում, սա վնասված դիրքով է բերում։ Պլուտոնը խորհրդանշում է գաղտնի ծառայություններ, սֆերային կառավարությունը, մաֆիան և մասշտաբային դավադրությունը, երբ այն միանում է Մարսին, ինչպես հոկտեմբերի 27-ին, գաղտնի դավադրությունը վերածվում է բացահայտ ֆիզիկական տերորի։ Լիլիթ սև լուսին, այն ցույց է տալիս դավաճանություն, խաբեություն և դավադիր ծրագիր։ Եթե Լիլիթը քարտում կապվում է արևի, այսինքն լիդերների կամ Մերկուրիի ինֆորմացիայի պայմանավորվածության հետ, դա մատնանշում է թիկունքից խաբեություն և հարված։ Նեպտունի խաբկանքը, Մերկուրիի հետընթացը, Նեպտունի բացասական ասպեկտը, ուրեմն պատասխանատու է գաղտնապահության, քողարկման, թույների դավաճանության մշուշի համար։ Նեպտունի և Մարսի կամ արևի վատ ասպեկտները քառակուսին ընդդիմություն ստեղծում են իրավիճակ, երբ զոհը չի տեսնում իրական վտանգը, քանի որ այն խորամանկորեն քողարկված է լինում։ Մերկուրի հետընթաց ռետրոգրադ կամ վնասված վիճակ, Մերկուրին պատասխանատու է կապերի և պլանների համար։ Դավադրությունների ժամանակ այն հաճախ գտնվում է կարիճում կամ 12-րդ տան, ինչը նշանակում է գաղտնի տեղեկատվություն, տեղեկատվության արտահոսք կամ գաղտնի համաձայնագրեր։ Իշխանության մոլորակների թուլացումը, Արև և Սատուրն։ Դավադրության նպատակը միշտ եղած կարգի կամ իշխանության տապալումն է եղել։ Երբ քարտում արևը, պետության ղեկավարը կամ Սատուրնը, օրենքը, պետական հիմքերը շրջապատված են 12-րդ կամ 8-րդ տների կառավարիչներով, դա նշանակում է, որ պետական համակարգի ներսում կա տրոյական ձի կամ ներքին դավաճանություն։ Այդ օրը ԱԺ-ի շենքում եղել են դավաճանությունները և այդ ամեն ինչը կազմակերպողները։ Հիմա տեսեք, երբ մենք նայում ենք Ռոբերտ Քոչարյանի նատալ քարտին, որը ծնվել է քարտին և համեմատում ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ, այդ օրը բավականին ծանր և վտանգավոր օր է եղել Ռոբերտ Քոչարյանի համար։ Եվ այստեղ Ռոբերտ Քոչարյանը, որը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, արևը կույսում, իրեն բերել է այսպես, քանի որ ինքը մանր դետալների ուսումնասիրության հետ կապված խնդիր ունի, բավականին սառն ու հաստատակամ է, լուսինը գտնվել է կշեռքում,
հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ազդեցություն նրա քարտի վրա ուրեմն բացահայտվում է այլ կերպ Պլուտոնի տրանզիտ Քոչարյանի նատալ Մարսի վրայով իշխանության կուլմինացիա, ուրեմն իր համար էլ շատ ծանր է եղել աստղագիտական ուրեմն նշանակությունը, սա կյանքում մեկ անգամ հանդիպող ծանր, բայց միևնույն ժամանակ հսկայական իշխանություն տվող ասպեկտ է եղել, ծանրին շատ ծանր է եղել, բայց թույլ է տվել ամեն ինչ վերցնել իր ձեռքը եւ կառավարել, եւ այդ դեպքերից հետո, այսինքն ինքը այդ պաշտոնը ոչ միայն ժամանակավոր, այլ արդեն ստանձնել է այդ պաշտոնը, ինքը այդ օրը հայտնվել է կյանքի եւ մահվան էպիկենտրոնում, ամեն ինչ կարող լիներ նույնիսկ իր հետ, բայց ինքը սառնասրտորեն կորցնելով իր ընկերներին ամեն ինչ կարողացել է վերցնել իր ձեռքը եւ ես չեմ վախենա ասեմ, որ այս ամեն ինչից ինքը կարողացել է նաեւ իր օգուտը վերցնել, հա, իր ամեն ինչ անել եւ շահեկան վիճակում դուրս գալ։ Հոկտեմբերի 27-ի օրը տրանզիտները Արևմերկուրի գտնվում էին Կարիճի նշանում Քոչարյանի նատալ կարտում, Կարիճը կառավարում է գաղտնիքների, թաքնված գործընկերների եւ ճգնաժամերի ոլորտը։ Հենց այն ցուցիչն է, որը հնարավորություն տվեց հոկտեմբերի 27-ի գիշերը դեմ փակ դռների հետևում բանակցություններ վարել ահաբեկիչ ղեկավարների հետ, Նաիրի Հունանյանի հետ, ինֆորմացիան պայմանավորվածությունը մնացին թաքնված Կարիճի ազդեցության տակ, թե ինչ խոսացին, մենք այդպես էլ չիմացանք, բայց այստեղ կարելի է հստակ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես սրա հետ կապ չունի եւ ինքն էլ ստացել հարված, իր հարվածը եղել է ոչ մահացու, բայց կորուստի տեսքով։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Ես նայում եմ մոլորակներով։ Հիմա խոսեմ Սատուրնի հարվածը նատալ Պլուտոնին, դավադրություն եւ սահմանափակման ակտիվացում։ Ուրեմն Սատուրնը ցուլում հանդիմության կոշտ ասպեկտ է կազմում եւ սա գտնվում էր Քոչարյանի նատալ Պլուտոնի առուց նշանի հետ։ Աստղագիտական նշանակություն, սա պետական համակարգի ներսում գաղտնի ուժերի բախման դավադրիչ սցենարի եւ կոշտ դիմադրության դասական ցուցիչն է, որտեղ նաեւ անմասն չի մնացել հենց Ռոբերտ Քոչարյանը։ Եթե մենք նայում ենք Ռոբերտ Քոչարյանի աստղագիտական քարտեզը, ապա կտրուկ այս քարտեզը մերժում է այդ օրվա իր կապը սպանությունների հետ։ Շատ ցավալի մի բան կասեմ, որ քանի որ դավադիրները իրականում նստած են եղել արդեն դահլիճում, մեր երկրի ղեկավարներ Կարեն Դեմիրճյան, Յուրի Բախշյան եւ Վազգեն Սարգսյան իրանք չեն պատկերացրել, իրանք զգացել են շատ ապահով ու անվտանգ իրենց, իրանք չեն պատկերացրել, որ այդ օրը կարա իրանց հանդեպ այդպիսի տերոր տեղի ունենա։ Ուրեմն Մարս Պլուտոն տրանզիտը տվել է ֆորս մաժորային իրավիճակ, որը մեծ հաշվով կառավարում էր իրենից անկախ մասշտաբային կործանարար ուժերի կողմից, սա ավելի շուտ բնորոշում է ճգնաժամի էպիկենտրոնի հայտնվելուն։ Եթե մենք նայենք մոլորակների դասավորվածությանը, ապա Ռոբերտ Քոչարյանի բենեֆիցիար վիճակը քարտը հստակ ցույց է տալիս, որ տվյալ ողբերգության իրավիճակի ամենամեծ քաղաքական եւ իշխանական օգուտը դա վերցրեց հենց Ռոբերտ Քոչարյանը։ Իր համար եղել է իսկական, այսպես իշխանության գալու ամենալավ ժամանակաշրջանը։ Այսպիսով, աստղագիտությունը հաստատում է, որ հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը դարձել էր երկրի միանձյա ղեկավար եւ նրան կապել այդ օրվա գաղտնիքների հետ, սակայն այն չի տալիս ուղղակի պատասխան
թե արդյոք դա եղել է նրա ձեռքի գործը, թե նա պարզապես օգտվել է ստեղծված իրավիճակից։ Եվ եթե ավելի մանրամասն ենք ուսումնասիրում, ապա իրականում Ռոբերտ Քոչարյանի դավադրության վարկածը կամ մեղավորության վարկածը ամբողջովին զրո է անում։ Եթե մենք ուսումնասիրում ենք Նաիրի Հունանյանի նատալ կարտը, որը ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 8-ին, համադրելով այն Ռոբերտ Քոչարյանի քարտի հետ, նույնիսկ դա էլ եմ արել, աստղագիտական պատկերը հստակ բաժանվում է դավաճանի, ահաբեկիչի եւ իրավիճակից օգտվողի էներգիա, եւ որպես դավաճանի էներգիա չկա կապ Հունանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Եթե ասեմ, որ արևը աղեղնավորում, Մարսի Պլուտոնի տրանզիտի տակ, Հունանյանի նատալ արևը աղեղնավորում, հենց արևի վրայով էր անցնում, Մարսն ու Պլուտոնը նույն միացումը, չես կարող ասել, որ անցնում էր Քոչարյանի այսպես նատալ կարտով, բայց այստեղ կարծես Քոչարյանը ավելի շատ փրկելու փրկիչի դեր է այսպես առաջացրել, իսկ նատալ կարտերը Հունանյանի համար դասավորված են եղել այսպես կույր, ագրեսիվ, աֆեկտիվ ու ֆանատիզմի էներգիա, այսինքն ֆանատ ձևով ինքը գնացել է այդ քայլին։ Ուրեմն աստղաբանության արդյոք դավաճանական էներգիա կա Ռոբերտ Քոչարյանի մեջ, ոչ, աստղագիտորեն դրանք լրիվ տարբեր էներգիաներ են, Ռոբերտ Քոչարյանի քարտում չկա Հունանյանին բնորոշ գաղափարական խենթություն կամ կույր ագրեսիայի էներգիան, Քոչարյանի քարտը արևը կույսում է գտնվում, շատ ավելի պրագմատիկ եւ սառը հաշվենկատ ինքնատիրապետող, նա չունի էմոցիոնալ պոռթկումներ, հակում, քարտի էներգիան ոչ թե քանդել ու սպանելն է, այլ այդ իրավիճակը սեփական հսկողության տակ վերցնելը եւ օգուտներ քաղելն է եղել։ Ուրեմն շարունակեմ այս ամեն ինչը։ Այդ օրը դահլիճում եղել են 100 հոգի եւ եթե մենք հանում ենք մահացածների ու վիրավորների թիվը, այնտեղ մնում է 85 անձ։ Եվ նրանց, այսպես ասեմ, ծննդյան այսպես լրիվ մենք ժամերը, օրերը ոչ բոլորին ունենք, ուրեմն հիմա կանցնեմ նաև այդ 85, ես այսպես զտել եմ ու վերցրել եմ այն մարդկանց, որոնք էներգետիկ կապ են ունեցել հենց ուղիղ Նաիրի Հունանյանի հետ։ Եվ այո, իրենց մեջ ես գտել եմ հենց այդ դավաճանի կորիզը, նույնիսկ ուղեղը, գաղափարը, որովհետև եթե գործողություն կատարողը եղել է Նաիրի Հունանյանը իր բանդայով, ապա իրական ծրագիրը մշակողները այդ օրը եղել են դահլիճի ներսում։ Այս ամեն ինչի հետ, եթե մենք նայում ենք, ամենածանր, ամենաողբերգական, ամենաանպաշտպան քարտը եղել է Վազգեն Սարգսյանինը։ Վազգեն Սարգսյանի նատալ քարտում, որը ծնվել էր 1959 մարտի 5-ին, հոկտեմբերի 27-ի տրանզիտները ցույց են տալիս կյանքի ավարտի ու էներգետիկ լիակատար անպաշտպանության դասական պատկերը։ Մարսի եւ Պլուտոնի ճակատագրական հարվածը, տրանզիտային Մարսն ու Պլուտոնը, որոնք ակտիվացել էին Հունանյանի կույր ագրեսիայի պատճառով, ուրեմն Վազգեն Սարգսյանի քարտում գտնվում էին նատալ լուսնի ուղիղ ընդդիմության կոշտ հարվածի տակ, լուսինը պատասխանատու է կյանքի ֆիզիկական անվտանգության եւ տան համար։ Էներգետիկ պատնեշի բացակայությունը այդ օրը լրիվ անպաշտպան ա եղել, լրիվ բաց ա ինքը եղել, նրա քարտում այդ օրը չկար ոչ մի պաշտպանողական ասպեկտ, մոլորակներն էլ անգամ իրեն չեն պաշտպանել, աստղագիտորեն նա բացարձակապես անպատրաստ էր եւ ամենախոցելին էր այդ ագրեսիայի հանդեպ, եւ այն կատարվել է ակնթարթային եւ ձևավորվել է որպես ամենածանր ողբերգություն։
Ես ուզում եմ հարցնել, կա արդյոք որևիցե մեկը, որ իրան երբևիցե հարց է տվել, իսկ ուր է Սերժ Սարգսյանը։ Չէ որ այդ օրվա պաշտպանությունը ԱԺ-ի շենքի շատ մեծ կապվածություն ուներ Սերժ Սարգսյանի հետ։ Եվ չգիտես ինչու հենց այդ ժամանակ անհետանում է Սերժ Սարգսյանը։ Ձեզանից որևիցե մեկը երբևիցե հարց տվել է։ Այդ օրը դահլիճի եւ ընդհանուր իրադարձությունների համատեքստում աստղագիտորեն ամենաարտարոց եւ խուսափողական քարտը պատկանում է Սերժ Սարգսյանին, ծնված 1954 թվական հունիսի 30, ով այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր եւ ահաբեկչության պահին ֆիզիկապես դահլիճում չէր։ Նեպտունի անտեսանելիության քողը։ Նրա նատալ քարտում այդ օրը տրանզիտային Նեպտունը, որը պատասխանատու է գաղտնիքների, քողարկման, անտեսանելի լինելու, ինֆորմացիոն մշուշի համար, ուրեմն կազմում է գերճշգրիտ ասպեկտներ նրա առանցքային մոլորակների հետ։ Աստղագիտական ֆենոմենը սա կոչվում է իրադարձություններից դուրս մնալու կամ անտեսանելի քողի տակ լինելու էներգիա։ Այն մի կողմից պաշտպանել է նրան ֆիզիկական հարվածից, նա չի եղել թիրախում, մյուս կողմից նրա քարտը կապել է այդ օրվա ամենամեծ տեղեկատվական գաղտնիքների և կուլիսային անցուդարձի հետ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին Նեպտունի ազդեցության տակ։ Նաիրի Հունանյան, եթե ամփոփելու լինենք, կույր, ֆանատիզմ, մոլուցք, բերում է էներգիայի կատարողի։ Ռոբերտ Քոչարյան քարտեզում սառը հաշվարկային ճգնաժամից բացարձակ իշխանություն քաղելու էներգիան, բենեֆիցիար։ Սերժ Սարգսյանի քարտում դա գաղտնիության, անտեսանելիության և տեղեկատվական քողի Նեպտունի էներգիան է, որը թույլ տվեց ֆիզիկապես հեռու մնալ հարվածներից, բայց տիրապետել սցենարին։ Շատ հետաքրքիր ստացվեց, գուցե Սերժ Սարգսյանը գիտեր այդ ամեն ինչի մասին, ինչպես նաև դահլիճում նստած այն երկուսը, որոնք հստակ իմացել են այդ օրվա իրադարձության մասին։ Աստղագիտական տեսանկյունից գրեթե անհնար է, որ մենք կարողանանք այսպես 85-ին էլ այսպես ահատ առհատ, այսպես նայել, դա շատ է ծավալուն աշխատանք է, բայց ես առանձնացրել եմ երկուսին, որովհետև իրենց հանդեպ եղել է իրական կասկածանք եւ ուսումնասիրել եմ, տեսել եմ, ընդունենք կասկածանքը եղել է տեղին, թե ոչ։ Ալեքսան Հարությունյանի քարտի էներգիան ծնված 29 օգոստոսի 1965 թիվ, արևը կույսում եւ Մերկուրին կույսում, նա ծնվել է գրեթե նույն օրերին, ինչը Ռոբերտ Քոչարյանը, նույնպես արևը կույսում է, սա տալիս է սառնասիրտ դետալների հաշվարկող տեղեկատվության գաղտնիությունը պահող միտք, նրա էներգիան գործում է նույն ալիքի վրա։ Իրադարձությունների օրվա տրանզիտը հոկտեմբերի 27-ին տրանզիտային Պլուտոնն ու Մարսը հարվածում էին նրա քարտի այն հատվածին, որը պատասխանատու է գաղտնի պայմանավորվածությունների համար։ Նա դահլիճում այն մարդն էր, ում միջոցով Նաիրի Հունանյանը կապ էր հաստատում դրսի աշխարհի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչու հենց այս քարտը դարձավ ամենակասկածելին։ Եթե դահլիճի մյուս 84 հոգին պատգամավորները էներգետիկորեն գտնվում էին զոհի կամ վախեցած պատանդի կարգավիճակում, ապա Ալեքսան Հարությունյանի քարտը ցույց էր տալիս ակտիվ գործողություն կուլիսների ետևում։ Նրա էներգետիկան այդ օրը ոչ թե խուճապային է եղել, այլ տեղեկատվական կապի ապահովումը ահաբեկիչների և նախագահների նստավայրի միջև, այսպես խոսք տանող և խոսք բերող։ Հաջորդ մարդը, ում կուզենամ ես անունը տամ, Վաղարշակ Հարությունյան,
այն ժամանակ եղել է նախարար։ Նրա նատալ կարտում արևը գտնվում էր ցուլի նշանում, իսկ Մարսը ջրհոսում։ Էներգետիկ կապը հոկտեմբերի 27-ի ողբերգության պահի տրազիտային ծանր մոլորակներ Ուրան Նեպտուն ուղիղ հարվածում էր նրա նատալ Մարսին, ուժային կառույցներ, բանակ, նա ստեղծել էր կաթվածահար եղած ուժի էներգիան։ Լինելով պաշտպանության նախարար եւ գտնվելով դահլիճում, նրա էներգետիկան ամբողջովին բլոկավորված էր, ինչը թույլ չտվեց բանակի կամ անվտանգության ուժերին արագ գործել եւ կանխել զարգացումները, մինչդեռ կարող էր։ Եվ եթե այս ամեն ինչից զտենք, Ալեքսան Հարությունյան, Խոսեցի եւ Մուշեղ Մովսիսյան։ Ինչով է կասկածելի, նա նույնպես ձերբակալվել էր հոկտեմբերի 27-ի գործով, ըստ վկայությունների կասկածների նա ահաբեկչությունից առաջ եւ դրա հետ ընթացքում ունեցել է տարօրինակ շփումներ Նաիրի Հունանյանի հետ։ Դահլիճում գտնվողներից նա այն քիչ անձանցից էր, ում հանդեպ ահաբեկիչները չէին ցուցաբերում ագրեսիա։ Եթե մենք նայում ենք նատալ կարտով, իր էներգիան ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 28-ին, նրա քարտում առկային կարիճ եւ այծեղ ջուրի ծանր էներգիան, ինչը ցույց է տալիս գաղտնի պայմանավորվածությունների թաքնված ինֆորմացիային տիրապետելու եւ ուժային խմբերի հետ կուլիսային կապեր ունենալու հետ։ Հասկացաք հիմա։ Այստեղ էլի անուններ կան, բայց ես չեմ ուզում տամ, որովհետև այդ մարդիկ հիմա ողջ են։ Եթե մենք նայում ենք Ալեքսան Հարությունյան եւ Մուշեղ Մովսիսյանի նատալ քարտի համադրությունը աբեկիչների ղեկավար Նաիրի Հունանյանի հետ, աստղագիտորեն բացահայտում է երկու լիովին տարբեր տեսակի կապեր՝ մտավոր եւ տակտիկական գործողություններ, բնազդային ուժային փոխըմբռնում, մեկը մեկի հանդեպ լավ հարգալից է եղել եւ ունեցել է կապ։ Մտավոր կապ է ունեցել Ալեքսան Հարությունյանը, ասեմ իմանաք, իսկ Մուշեղ Մովսիսյանը բնազդային անձեռնամխելիություն է ունեցել։ Եվ հենց ըստեղ Լիլիթը Սևլուսինը գործոնը նրա քարտի միջև ձևավորում է ստվերային դաշինք, ունեցել է կապած դաշինք հենց այդ հանցագործ խմբի հետ։ Շատ չեմ ուզում երկարացնեմ, ժամանակս էլ այդքան չի ներում։ Ասեմ, որ Մուշեղ Մովսիսյանը ունեցել են տարբեր ճակատագրեր։ Ես կխոսեմ Մուշեղ Մովսիսյանի ճակատագրի մասին, որովհետև երկրորդ անձը հիմա էլ կա եւ ընդհատակ անցել աշխատում է ինքն իր համար։ Մուշեղ Մովսիսյանը մահացել է 2004 թվականին։ Ինչ պատահեց, ուրեմն հոկտեմբերի 27-ի գործով կարճ ժամանակով ձերբակալվելուց հետո ինքը բաց թողնվեց։ Մահը 2004 թվականի մայիսի 28-ին նա ենթարկվեց ծանր ավտովթարի 4 ամիս լինելով կոմայի մեջ, գիտակցության չգալով այդպես էլ մահացավ։ Ես ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, Սերժ Սարգսյանի անտեսանելիության էներգիան այդ օրը ահաբեկչության պահին Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարն էր, չնայած նա ուժային գլխավոր պատասխանատուն էր, դեպքի պահին ֆիզիկապես դահլիճում չէր, ինչը նրա քարտում արտացոլում է յուրահատուկ կերպով Նեպտունի տոտալ ազդեցությունը, նրա նատալ քարտում այդ օրը գերակշռում էր Նեպտուն մոլորակի տրանզիտը, Նեպտունը աստղագիտության մեջ պատասխանատու է քողարկման, ջրից չոր դուրս գալու, անտեսանելի լինելու եւ տեղեկատվական մշուշի համար։ Ես այդ օրվա համար նաեւ նայել եմ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, հիմա ասեմ, նախ ամփոփեմ այս ամեն ինչը, աստղագիտությունը լիովին համաձայն է, որ Ռոբերտ Քոչարյանը այս աղետը ստեղծելու մեջ բացարձակապես մեղավոր չէ։ Նա պարզապես ողբերգությունից դուրս է եկել շահավետ վիճակում։ Իսկ Մուշեղ Մովսիսյան ավտովթարը տեղի ունեցել ուրեմն Ապարային Երևան ավտոճանապարհին եւ շատ այսպես անբացատրելի ինչ-որ իրավիճակում։ Ուրեմն
Այդ օրը մարդիկ են մահացել, էլի մարդիկ կան մահացած, որոնք շատ այսպես ինֆորմացված են եղել, օրինակ Հասմիկ Աբրահամյան, բուժքույրը Ռոզան, իրանց մասին չեմ ուզում խոսեմ, որովհետև իրանց չեմ նայել, բայց իրենք էլ են ամեն ինչից տեղեկացված եղել։ Իմ համար շատ դժվար է այս մասին խոսելը։ Մի քիչ էլ նայեմ ու ասեմ, հա։ Ես այդ օրը նայել եմ նաև Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմադիր լրագրող, կարողացել է բանակցությունների դուրս գալ Նաիրի Հունանյանի հանցագործ խմբի հետ և կարողացել է տեղեկություններ հաղորդել ժողովրդին։ Էլ ինչ ունեմ ավելացնելու։ Եթե մենք նայում ենք ըստ աստղագիտական Մունդան պետական քարտեզի համադրությունը, ներկայիս վիճակը շատ ավելի ծանր և խորքային է, քան ցնցումները այդ ժամանակ Հայաստանի ներսից, այսպես ասեմ, Հայաստանը գլխատվեց ուղղակի, կորցրեց իր գլուխը, իսկ հիմա էլ կորցրեցինք մենք տարածքներ, կորցրեցինք Արցախը և ունենք այս պահին մեր Հայաստանի սահմանների խնդիրը, անկլավների հարցը և այսպես շարունակ։ Ժողովուրդ ջան, որքան որ շատ եմ ուսումնասիրում ես քարտեզները, ինձ մոտ գալիս է մենակ մի բան՝ տո ոչ նախկին, տո ոչ էլ ներկա։ Եվ ինչպես որ ես կանխատեսել եմ 2027-ի մարտից մինչև մայիս ամիսը, մենք կունենանք 40-ից 42-ից այսպես մինչև 51-52, մաքսիմում 55 տարեկան նոր ղեկավար, որովհետև արդեն Հայաստանի քարտեզ ուղղակի մերժում է նախկին ներկաներին, Հայաստանի քարտեզն է մերժում, հասկանում եք ինչ է տեղի ունենում, մերժումը։ Կխոսեմ նաև մարտի 1-ի դեպքերի մասին և այնտեղ ճշգրիտ կասեմ, կողմնապահություն չեմ անում, տեսեք, ինչ կա ձեզ անշահախնդիր, ինձ սրանից ոչ մի բան, ընդհակառակը, ես վտանգում եմ իմ էջը ինձ, բայց խոսելու եմ, որպեսզի մենք բոլորս միասին հասկանանք, թե ինչ է կատարվել, ինչերի միջով ենք մենք անցել և ինչի համար երկիրը ծաղկեցնող, երկիրը առաջ տանող մեր ղեկավարները այլևս մեզ հետ չեն և շատ դաժանաբար սպանվեցին հոկտեմբերի 27-ին։ Հուսով եմ հասկացաք, ես շատ փակագծեր չբացեցի, զուտ դա իրավունքը չունեմ ուղղակի, որովհետև ես այսպես մարդ եմ, որ տեսնում եմ գուցե ավելին քան մյուսները, այդքանը։